Շատ լավ, ուրեմն բարև ձեզ նորից։ Հաճելի է բոլորիդ այստեղ տեսնելը։ Ես Լաուրան եմ, համագլեյն ուսուցիչ եմ, համ TOEFL-ի ուսուցիչ եմ, այսպես ասած, հա։ Ես ուղղակի այստեղ եկել եմ ձեզ հետ փորձի փոխանակում անել, քանի որ TOEFL-ը արդեն մեծ պահանջարկ ունի ու նաև լիքը փոփոխություններ են եղել, որոնց պետք է լինեք էլի, որպեսզի կարողանաք արդեն ուղղորդել աշակերտին։ Մի րոպե ես կիսեմ իմ էկրանը։ Հնարավորություն իսկ օքեյ է, որ կամերան չմիացնենք։ Հա, իհարկե, ձեր որոշում։ Շնորհակալություն։ Կարամ, չէ, անում։ Տեսնում եք բոլորը։ Այո։ Այստեղ TOEFL IBT նախ գիտեք ինչի է կոչվում IBT։ IBT-ն բացվում է այսպես Internet-based test։ Կարող եք ձեզ մոտ բլոկնոտներ ունենաք, նշումներ կատարեք։ Internet-based test, այսինքն իրանք համակարգչով են ամբողջությամբ հասնում ու իրանք գործ ունեն համակարգչի հետ։ Այստեղ մարդու հետ գործ չունենք մենք։ Ահա, մինչև սկսելը, տեսեք, այստեղ մի հատ icebreaker եմ պատրաստել ձեզ համար, myth or fact։ Հիմա այս երեքից խնդրում եմ կարդացեք եւ ըստ ձեզ գրեք, թե որն է այստեղից myth, այսինքն առասպել սուտ, եւ որոնք են fact, որոնք են ճիշտ TOEFL-ի վերջի փոփոխությունների հետ կապված։ Ըստ ձեզ, ըստ լոգիկայի, փորձեք պատասխանել։ Միգուցե առաջինը։ Ձեզ մոտ նշումներ արեք, կամ այստեղ նամակների բաժնում տեղ կա, հա։ Գրեք, մարդ միացա, ոնց որ մեզ։ Որն է, օրինակ հիմա ասեք ինձ, որն է այստեղից ըստ ձեզ իրական TOEFL-ի հետ կապված եւ որոնք են սխալ։ Կարող է լինել երկու հատ իրական, մի հատ սխալ։ Ես կարծում եմ առաջինն ու երրորդը fact են։ Ժամանակի առումով 2 ժամ է տևում, ենթադրում եմ, որ դա ճիշտ կլինի, եւ 20-ը իհարկե։ Հա, չէ, երրորդը ճիշտ չէ։ Միֆ է։ Երկրորդն ու երրորդը մտածում եմ, որ սխալ է։ Որովհետեւ չի համբերում։ Ինչքան էլ որ այդ 20-ը կա, հետո ամբողջանում ոնց որ այն մյուս թվով դառնում էլի։ Հասկացա, հետո Other opinions? Ինձ թվում է բոլորն էլ ֆակտ են, երեքն էլ։ Okay. Միֆը երկրորդն է, երևի։ Ճիշտ է, the fact is the second one? Չէ, myth is the second one. Okay. And the other two ones are facts. What about others? Other opinions? In my opinion, the first one is myth. As for the other options, they are facts. They are facts. I think we have already discussed 120 points. Okay. We have already discussed. It's yes. myth. Now, if you don't have any other opinions, I will say the correct answers. So yes, the first and the third one are facts. The TOEFL test duration is now under 2 hours, but before it was 3 hours, 4 hours.
And the third one is also fact, somehow fact, yes, because the points are the same, like 120, but they have already changed it into a new way. But both of them are accepted. The second one is not correct. The speaking section gives more preparation time than before. No, because before the speaking section gave preparation time, like 45 seconds, but now you don't have any preparation time. Okay, here we have major updates at a glance, key points, տեսնում եք, old format, hին format-ը 2 ժամ 3-4 ժամ է եղել ավելի շատ, հա, 4-ից 8 օրում էին միավորը ձեզ ասում, հիմա արդեն 72 ժամում միավորը անկիստ կարող եք ստանալ, 0-ից 120 միավոր, այստեղ գրված է հին ֆորմատի մեջ, բայց էլի եմ ասում, որ նոր ֆորմատով էլ եւս 0-ից 120-ը աշխատում է։ 1-ից 6 բալանի այդ սանդղակը նոր են ներմուծել, բայց դեռ 0-20-ով էլ տալիս են միավոր։ Մինչև դա սկսեմ սկզբից, որ TOEFL-ը Հայաստանում այժմ արժի $215, քննությունը միայն, փոփոխվում է գները, մի քանի առաջ $185 ա եղել, հիմա ավելի թանկացել է, չեմ կարող ասել ինչի հետ է կապված, այդ թանկացումները, էժանացումները ավելի թանկ ա եղել, մի ժամանակ 90 քանի հազար ա եղել, հիմա մի քիչ ավելի փորձել են մատչելի դարձնել։ Րոպե կներեք։ Ես չեմ կարողանում ընդունել։ Հաջորդը reading section-ը, ուրեմն ձեզ մոտ նշումներ կատարեք, հերթականությունը այսպես է, առաջինը reading section-ն է լինելու, կարդալու ընթերցանության հմտություններն է ստուգելու, ուրեմն reading section-ը այժմ տևելու է միայն 35 րոպե, գրեք ձեզ մոտ, նախկինում եղել է 54-ից 72 րոպե, բայց այն ժամանակ երեխեքից ավելի շատ էր պահանջվում ջանք թափել, որտեղ ակադեմիական մակարդակի sense լայնածավալ տեքստեր են եղել, հիմա էլ է լայնածավալ, բայց մի քիչ ավելի թեթև մակարդակ է պահանջվում, բայց այստեղ էլի հմտություններ կան, որոնք պետք է զարգացնեք ուսանողների մեջ, որպեսզի արագ կողմնորոշվեն, որովհետև TOEFL-ը ավելի շատ արագության մասին է, այդքան էլ անգլերենի մասին չի, ինչքան արագության։ 3-ից 4 տեքստի փոխարեն իրենք ունենալու են ընդամենը 2 տեքստ։ Եվ յուրաքանչյուր տեքստ ունի 10 հարց իր հետ։ Նախկինում ուրեմն այսպես էր, հա, 4-րդ տեքստը կամ լինում էր, կամ չէր լինում, կամ գնահատվում էր, կամ չէր գնահատվում, սենց ինչ-որ բաներ ունեին իրենք։ Հիմա այդ հանել են, որպեսզի սթրես չլինի երեխաների համար, դա հանել են, ընդհանրապես թողել են 2 տեքստ, բայց այս դեպքում էլ ինչ-որ բան կա, խնդիր կա, որովհետև եթե հիմա ընդհանուր 20 հարց անում, իրենք պետք է արդեն աշխատեն ամեն ինչ, որ կորցնել է, այստեղ ավելի հեշտ է դարձել, քան այն ժամանակ ունեին 3-ից 4 տեքստ, լիքը հարցեր, հա, ինչքան էլ սխալներ անեն, միավորը բարձր ստանում էին, որովհետև ամեն section մաքսիմում միավորը 30-ն է, ամեն section-ի համար։ Օրինակ, եթե իրանք հիմա 20 հարցից 2-3 սխալ անեն, արդեն միավորը իջնելու է մինչև 24-23 ամեն բաժնից։ Իսկ այն ժամանակ 2-3 սխալից 27 միավոր կարային ստանալ։ Պատկերացիք չէ, ինչքան ահռելի է տարբերությունը։ Ահա, հիմա արդեն լինելու է 150-ից 200 բառ, 700 բառանոցի փոխարեն, նոր հարցի տեսակներ կան, բայց հին հարցի տեսակներ էլ ունենք, եկեք անդրադառնանք հարցի տեսակներին մի հատ, վերկյան,
Բայց մինչև անդրադառնալը հարցի տեսակներին, եկեք ձեզ բացատրեմ scheming եւ scanning հմտությունները, ինչ որ մեկը ծանոթ է, scheming, scanning։ Ծանոթ ենք։ Երևի բոլորն էլ ծանոթ են Լաուրա ջան։ Ավելի լավ որ ծանոթ եք։ Կարդալ Scheming-ը եւ scanning-ը այս են հմտություններ են, որոնք պետք են reading բաժինը հաղթահարելու համար։ Այս հմտություններն ենք առաջինը սովորեցնում երեխաներին, որ իրենք կարողանան շատ արագ կողմնորոշվեն տեքստի մեջ ու կարողանան գտնեն ճիշտ պատասխանները։ Դե քանի որ գիտեք scheming scanning-ը, այլ չեմ անդրադառնում, անցնում ենք միանգամից գործնական մասին։ Հիմա մենք միասին կփորձենք անել, հա, տեսնենք ինչպես է ստացվում։ Ահա։ Սա օրինակ scheming-ի վարությունն է, բոլորը տեսնում են։ Հիմա խնդրում եմ ձեզ ժամանակ եմ տալիս 3 րոպե, 3-4 րոպե նեք ընդամենը։ Տեքստը կարդում ենք շատ արագ եւ գտնում ենք հիմնական միտքը տեքստի։ Ստեղծեք։ Տաս վայրկյան, լավ, որպեսզի ավելի ռեալ լինի։ Who is ready? Is there anyone who is ready? Laura ջան, are there any options to choose? No. Here you don't have any options, you just need to say the general topic. What was the general topic of the text? Mayan civilization and the agriculture. The agriculture maybe. The agriculture. Some ways of agricultural system in Mayan civilization. Yeah, you only have to say one word. One word. Yes, the correct answer is the agriculture. Who said that? Lucine. Yes. Hi. Yeah, Lucina, you are correct. It's agriculture. Պատկերացրիք, չէ՞, տեսեք 10 վայրկյանում ընդամենը ինքը արդեն պետք է այս ամբողջ passage-ից գտնի ճիշտ գաղափարը։ Իսկ դուք գիտեք ինչպես ավելի հեշտ աշխատի այդ ուղղությամբ։ Հեսա տեսնում ենք, ուրեմն էկրանին տեսնում ենք գրված է scheming-ի հատվածում, այստեղ կարող եք մոտ գրել, հա, գաղտնիքը նրանում է, որ աշակերտը պետք է արագ կարդա ուղղակի տեքստի վերնագիրը, read the title։ Ամեն պարագրաֆի միայն առաջին հաղորդաշրջությունները արագ կարդա։ Այդ ընթացքում ինքը լիքը ժամանակ է շահում, որ մյուս բաները հասցնի անի ու կարողանում է ճիշտ պատասխանել գտնի։ Here you have the second point, ignore details, statistics and unfamiliar words։ Այս էլ ենք սովորեցնում ուսանողին, պետք չի կենտրոնանալ անծանոթ բառերի վրա, պետք չի ինչ-որ մանրակրկիտ ինչ-որ նշումներ անել կամ թվերի վրա կենտրոնանալ, որտեղ այստեղ մեզ պետք է միայն ընդհանուր գաղափարը գտնել։ Կարելի է ուղղակի անցկաց մաքսիմումը 30 վայրկյան հատկացնել այս տեքստային առաջադրանքները կատարելու համար scheming մեթոդով։ Do you have any questions? No.
Հաջորդը սկենինգը շատ կարևոր է, սկենինգի ժամանակ էլ ի տարբերություն skimmingi, այդտեղ արդեն կարևոր է նայում ենք հիմնականում names, dates, numbers, scientific terms, հիմա հիմնականում արդեն մանր-մունր բառերին ենք ուշադրություն դարձում, թվականներ, նաև այլն, հա, այստեղ scan the text diagonally or vertically to catch those exact words, այստեղ նաև ձեզ հմտություն ենք սովորեցնում, որ արագ կողմնորոշվելու համար մի հատ ուղղահայաց եւ հորիզոնական նայում ենք տեքստին, որպեսզի գտնենք այդ արագ, պետք չի կարդալ ամբողջը մանրակրկիտ, էլի ժամանակ խնայելու համար։ Հիմա ես նաև դրա հետ կապված էլ վարժություն ունեմ, իրոք, sorry, okay, այս նույն տեքստն է, հիմա այս նույն տեքստում ենք կարդում, և գտնում ենք այն տարեթիվը, այսինքն լավ, տարեթիվ չեմ ասում, աչքի ենք անցկացնում 10 վայրկյան և գտնում ենք այն կարևոր նշումը, հա, թվական կլինի, տոկոս կլինի և այլն։ Դաս վայրկյան, փորձեք 10 վայրկյանում գտնել։ Ինչը թվի հետ է կապված ակնհայտ է։ Այստեղ գիտեք ինչի ակնհայտ, որովհետև ես տեքստը խոշոր եմ դրել, այսինքն միայն հասնել, բայց քննության մեջ այդպես չի էլի փոքր է ինքը տեքստի, ես ուղղակի դրեցի, որպեսզի դուք արդեն ինքներդ պատկերացնեք մոտավոր ինչպես է լինելու աշխատանքը։ Ուրեմն հիշում ենք իր reading-ի համար skimming, scanning հմտությունները անպայման սովորեցնում ենք ուսանողին, որ ինքը կարողանա խնդիր չունենա այս տեքստերի հետ կապված։ Հիմա անցնենք reading section-ի նոր հատի տեսակներին։ Հներից մի 3 հատնա պահպանվել, դրա հետ կապված էլ վարժություն անպայման կանենք, բայց հիմա մի հատ նորին անդրադառնանք։ Նոր հարցի տեսակների մեջ ներառվել են հետևյալը. interactive text completion, pragmatic comprehension, detail and inference։ Հիմա եկնենք էլի վարժություն, 2 րոպե ամեն վարժությանը interactive text completion, սա հարցի տեսակ է լինելու, հարցը գրված է լինելու հենց այս տեսքով իրենք ուղղակի պիտի պատասխանեն։ Իրանց վարժությունն է հետևյալն է 2 րոպեում բառերը նախ ճիշտ բառը ընտրեն տեքստի համար եւ լրացնեն բաց թողնված տառերը։ Գնացինք 2 րոպե ժամանակ։ Իսկ երկուսից մեկը պետք է ընտրենք, հակագծի միջի։ Երկուսից մեկը պիտի ընտրեն 2 րոպեում ու թողնված տառերը։ Այս առաջի հատվածային։ Սա reading մեջ, այո։ Ասեցե գտա ես։ Մեկ էլ Լորա ջան, մարդիկ այն որ խնդրել էին ընդունեք էլի իրենց։ Հա, այստեղ չգիտեմ, երևի կապից սա ինչ չեմ կարող ընդունել։ Ահա, մի վայրկյան։ Եվ անի հովակ, ահա, всё, վերջապես։ Բարև ձեզ։ Այդպես։ Լորա ջան, առաջին request-ի Հիմա նոր մեզ միացած մարդկանց համար եմ ասում, մենք այստեղ reading-ի հարցի տեսակներն ենք անում, ու միացի վարժություն կապել, առաջին այս 2 րոպեում տեքստի մեջ,
Հա Ռոզա ջան, լսում եմ։ Առաջինը ոնց որ այսինքն գտել եմ, բայց թող լավ իրենք են մտածել նոր։ Այ, թող մյուսները աշխատեն, 2 րոպեն դեռ կա։ 40 վայրկյան մնացած աշխատեք։ Պետք ժամանակը լրացավ։ Հասցրեցիք ինչ-որ բան անել այս 2 րոպեվա մեջ։ Ինչքան որ ճիշտ հասկացա, Լորա ջան, առաջինը ես մտածում եմ request-ից, երկրորդն էլ inconvenience։ Inconvenience, okay. What about others? Ես եմ այդպես կարծում։ Real inconvenience. Yes. Էլ ինչ կարծիքներ կան։ Նույնը։ Այո, ճիշտ է։ Requested եւ inconvenience։ Բայց տեսնում եք ինչքան հեշտ է այս վարժությունը, ուսանողի համար էլ է հեշտ, բայց առաջ այդպիսի վարժություն չկար, ավելի բարդ էր, պետքա լրացնեին, բաց թողած մասերը տեքստի եւ այլն։ Ահա, բայց չեմ ուզում տարբերնեմ, արդեն հինը անցել է։ Մի վար, էլի ոնց որ մարդիկ են դիմում, որ ընդունեմ, ընդունել եմ։ So, հիմա հաջորդը, pragmatic comprehension. Read this professor's short note and identify what the professor is actually doing. Here you have the question, what is the professor's main objective, and here you have 3 options. Again, you have 2 minutes. Are you ready to do so? Yes. Sorry? We had already managed to do this as well with the I know previous that you one. will do because all of you are English teachers. But students, students is really challenging. Okay, so let's do it if you are ready. Okay, I think the B answer is the correct one. Mhm. Sorry, we have new people to join us.
Okay, are you ready to answer? Who is ready to answer? I think B is the correct. Mhm. What about others? You also think that it's B? B. Yes. Yes, they were done. Mhm. Reading part. We have reading part. As I said, we have other question types as well, and here we have vocabulary questions. Այսինքն կան հարցի տեսակներ, որոնք անփոփոխ են մնացել նախորդից։ Ունենք vocabulary questions։ Հիմա ես դրա հետ կապված առաջադեմ կտամ, որպեսզի պատկերացնեք ինչա իրանից ներկայացնում vocabulary question։ What is vocabulary question? What is one? You read Phrasing. Wait. Here also, you need to enrich the students' vocabulary. They have to մեկը բանասն հովիլ կապած, ուրեմն գոյություն ունի սորասը, կոչվում է օրինակ reading բաժնից 25 միավոր, speaking բաժնից 20 միավոր, listening-ից օրինակ 18, writing-ից է 19 եւ գողջի արդյունքից մի անգամ էլ է հանձնում քննություն ու այս անգամ եթե reading բաժնից նախորդիվ ստացել էր 25 միավոր, այս անգամ reading-ից հանկարծ ստանում է 20 միավոր։ Այս դեպքում անհանգստանալու կարիք չի լինում, որտեղ արդեն համակարգիչը իր հին score-ը պահպանած է լինում, հաշվում է բարձր լավագույնը։ Պատկերացրեք։ Նախորդիվ եթե ավելի բարձր ստացել քան հիմա, օրինակ առաջի բաժինը, առաջի բաժնի նախորդ նշվում, բարձր նշվում։ Եվ հիմա 10 նշելու ինքը։ Բայց ամեն ինչը իհարկե երկրված լինի, որտեղ 2 տարին անցած լինի հին քննությունից, այդքան էլ հավանական չի, որ կհաշվի հին միավորը։ Լավ, եկեք մինչև էնի կբացվի հարցի տեսակը։ Ես մի հատ տեսնեմ այստեղ։ Տեսեք, միավորային սանդղակն եմ ցույց տալիս ձեզ, հին ձևը եւ նոր ձևը։ Հին ձևով այսպես է 100 պլյուս 90, 80, 70։ Անցողիկը համարվում է 60, բայց էլի ասում եմ նայած համալսարան, համալսարան կա 50 էլ կարա հաշվի անցողիկ, բայց հիմնականում 60-ն է։ Ծամասան 60-ն են իրանք համարում։
որ կարող ես ընդունվել ինչ որտեղ միավորային համակարգը համապատասխանում է ըստ level-ի, երկու ստացել բերուս 4.5 high and 5.6 low, like 120 is the same. Այժմ միավորները գալիս են 120-100-ով այդպես սկանդաղակով, բայց եթե այսպես էլ ստանաք, արդեն խնդիր չի, իրանք աստիճանաբար են մտցնում միավորային համակարգը։ Oh, sorry. Լավա ջան, մի հարց եմ։ Ես կրուշ միացա, չգիտեմ քննարկվել է չէ։ Այս total IBT եւ ստորական face Իրանց մեջ տարբերությունը շատ մեծ է։ Դե լավությունն է, որը TOEFL IBT համակարգով է զոհնություն։ Ինտերնետով են, համակարգիչն է ստուգում ամեն ինչ է, էլի։ Դա հասկանալի է, որն է ավելի նախընտրելի։ Կա տարբերություն այդ մեջ։ Հա։ Դրանք IBT-ն է, հիմնականում բոլորը IBT են հանձնում, համակարգչովն են հանձնում։ Ինչ։ Ասում երևի չլարվելու համար, հա։ Հա, երևի ավելի շատ չլարվելու համար։ Ուղղակի այստեղ եթե համակարգչով են հանձնում քննությունը, մի քանի ինչ-որ նյուանսներ կա, որ օրինակ նույն բառը եթե մի քանի անգամ կրկնեց խոսքի մեջ կամ մարեց, ինքը համակարգիչը մարդ չի, ինքը ընկալում է, որ դու չգիտես խոսել կամ լարված ես կամ չգիտեմ բառապաշարդ աղքատիկ է, թե եթե մարդ լիներ իմացել, այդպես չէր կարողա ինքը այդքան չլարեր քեզ, ինչքան որ դու համակարգիչի լարվում։ Այսպես մի քիչ երևի ավելի շատ ես լարվում։ Որ համակարգիչը 4 ալգորիթմներով է հաշվարկանում, էլի։ Էլ չեմ ասում, եթե հանկարծ ու հանկարծ plagiarism-ը բռնացրեցին, վերջ, այդ նշանակում է, որ կարող է բլոկավորեն անգամ քննություն հանձնողին։ Ու որոշ ժամանակ չեն թողում է տվյալ մարդուն, նորից գրանցվի TOEFL-ի։ Մարդիկ կարող է մտածեն, հա ինչ ա եղել, էս գրեմ, թող գրի ուղարկեմ, ոչ, այդ ինքը շատ հեշտ բարձում է ալգորիթմով, որ դու գրագողություն ես արել, ու դա շատ վատ է, արդեն իսկ ինքը զրոյացնում է քո ամեն հանձնարարություն։ Պետք է նաև ասել, որ գրագողություն չի կարելի։ Ահա, անցնենք երկրորդ բաժին, այստեղ երկրորդ բաժինը ես speaking եմ գրել, բայց listening-ն է երկրորդ բաժինը։ Listening բաժնի համար ես վարժություններ հետո կուղարկեմ, դուք արդեն տանը կաշխատեք, կկարողանաք անել վստահ եմ։ Հիմա ուղղակի մի քիչ կապն էլ է ծանրաբեռնված։ Դրա համար շատ երկար ժամանակ մեզանից կտանի էլի listening անելը։ Ես ուղղակի կբացատրեմ իրանց ներկայացնում listening-ը։ Երկրորդ բաժինը ուրեմն listening-ն է, գրեք ձեզ մոտ, listening section։ Listening section-ը տևում է ընդամենը 36 րոպե։ Նախկինում ավելի շատ է եղել, անգամ մինչև 57 րոպե տևել է listening-ը։ Հիմա կրճատել են բավականին, հեշտացրել են բավականին, մի քիչ էլ դժվարացրել են։ Ահա, ուրեմն հիմա լինելու է 28 հարց ընդամենը, լինելու է 3 լեկցիա ակադեմիական մակարդակի և 2 խոսակցական վարժություն։ Լսում եք ինձ։ Այո, հա, լսում եմ։ Շատ լավ։
լինում է 3 լեկցիա, 2 խոսակցական վարժություն։ Ինչա իրանից կոչվում է integrated listening եւ independent listening։ Ինչա իրանից ներկայացնում integrated listening-ը, այդ ակադեմիական level-ը։ Դուք լսելու եք նախ պրոֆեսորի խոսացածը, խոսքը, լսելու եք երկու ուսանողի կարծիք իր ասածի մասին։ Կարող են ընթացքում նշումներ կատարել երեխաները իրենց մոտ։ Դրանից հետո տեքստը չի երևում այլևս էկրանին ու երեխայի առաջադրանքն է պատասխանել հարցին։ Հարցին տրվում է ընդամենը 1 րոպե պատասխանելու համար։ 15 վայրկյան պետք է պատրաստվի ինքը շատ արագ եւ 1 րոպե, այսինքն 60 վայրկյանում ինքը պիտի արդեն սկսի խոսել, պատասխանել հարցին։ Ինչա իրանից սպասվում, հարցը հնչելու է, ինքը ուղղակի ներկայացնում է դասախոսի եւ այդ երկու ուսանողների տեսակետները միացրած։ Այսինքն ինքը իր կարծիքը չի պիտի պատմի այստեղ հարցի շուրջ։ Ինքը պիտի ասի այն, ինչ որ լսեց ու ինքը փորձեց վերարտադրել։ Պատկերացրիք, ծաղկաքաղ անում ինքը իր լսածից, հասկանում է մոտավոր ինչ քննարկվեց, ինչ լուծման եկան հարցի շուրջ, եւ ինքը դա խոսում է 60 վայրկյանում։ Պետք է աշխատի խոսել հստակ, շատ լավ կլինի, որ օգտագործի ֆիլերներ, հա, այսինքն խոսքը լրացնող արտահայտություններ։ Այստեղ listening-ի ժամանակ նաև ինքը դասախոսությունները լսում է եւ էլի հարցերին է պատասխանելու, այսինքն հարցերը հնչում է, միայն ինքը չի խոսում, հարցերը հնչում են, ինքը հարցերի option-ներ տեսնում է, պատասխանում է ըստ option-ների։ Մի հատին եթե պատասխանեց արդեն հաստատեց, բնականաբար էլ հետ չի կարողանա վերադառնալ նախորդ հարցը ստուգի։ Այստեղ հիմնականում լսելու է նշումներ կատարի ու զուտ պատասխանները գտնի հարցի։ Ամենավատը երևի այն է, որ այստեղ ինքը հարցերը չի տեսնում նախապես ու ինքը չգիտի ինչի մասին է լինելու հարցերը։ Պետք է փորձի հնարավորինս մանրամասն նշումներ անել, հա, իր մոտ։ Նաև note taking հմտությունն է իրենց մոտ զարգացնելու։ Դա հատուկ ձև չունի, ամեն մեկը ոնց պատկերացնում եք, այդ ձևով իրանց մոտ note taking եք զարգացնում։ Կարող եք դնել ինչ-որ մի խոսակցություն ինքը լսի, փորձի կարևոր կետերը դուրս գրի շատ արագ։ Կրճատ բառերի գրելու ձևեր եք սովորեցնում իրեն, որտեղ ինքը այդքան ժամանակ չի ունենալու քննությանը, որ բոլորը հատ-հատ գրի բառերը։ Կիսատ գրի բառերը ինքը հասկանա ինչա գրել։ Պատկերացրիք, չէ, outline եք ստեղծում էլի երեխու համար, որ ինքը հեշտ կողմնորոշվի, չվախենա, չլարվի ավելորդ անգամ, էլի։ Այս listening-ի մասով կասեմ, այսքանը listening-ի մասով ես հիմա նաև training-ից հետո ես ես chat-ով կուղարկեմ նաև prompt-երը, այսինքն ինչ prompt-ով փնտրեք YouTube-ում, որպեսզի հենց նոր ֆորմատի վարժությունները բերի։ Ես ձեզ բոլորը կուղարկեմ, դուք ինքներդ տանը արդեն կփորձեք կատարել որոշ վարժություններ, որպեսզի ավելի լավ պատկերացնեք ուսանողին ինչ եք սովորեցնելու։ Ես ուղղակի տեսականորեն ներկայացրի, որտեղ հիմա մի քիչ դժվար կլինի դա կազմակերպելը, հա, կապ առանց այնը մի քիչ դանդաղ է գնում, էդ էլ որ անենք շատ երկար է տևելու։ Ընդհանուր պատկերացրիք, չէ՞, listening-ը ինչի մասին է։ Եթե ընթացիկ հարցեր կլինեն, ասեք, հա։ Դե listening-ն էլ է շատ մեծ փոփոխություններ կրել, էլի։ Այդքան նույնը չի մնացել։ Լավ, անցնենք speaking-ին։ Speaking and writing real word communication։ Այստեղ ես ուղղակի առանձնացրել եմ, որ կետերն են փոխվել speaking-ի ու writing-ի մեջ ուղղակի։ Speaking-ի ուրեմն առաջներում speaking-ը եղել է conversational ավելի շատ, այսինքն երեխաները ունեցել են 45 վայրկյան խոսելու համար եւ 15 վայրկյան ընդհանրապես պատրաստվելու համար։ Հիմա մոռանում ենք դա, no preparation time, չունենք ժամանակ ընդհանրապես պատրաստվելու։ Դուք երեխաներին սովորեցնում եք սպոնտան հարցին պատասխանել շատ արագ։
հարցը հնչում է մի վայրկյան, հետո ինքը պիտի պատասխանի արդեն։ Հարցը հնչելուց 3 վայրկյան հետո ազդանշանը լսվելու քննության ժամանակ։ Ու ինքը պետքա շատ արագ պատասխանի այդ հարցին առանց կմկմալու, առանց կմ անելու։ Այստեղ շատ կարևոր է օգտագործի հնարավորինս շատ բառապաշար եւ ինչպես արդեն նշեցի, fillers կոչվածը, որը քո խոսքը մի քիչ երկարացնում է, լցնում է, այսպես ասած, խոսքդ, մինչեւ որ դու մտածում ես այդ ընթացքում, ինչ կարող ես խոսել։ Օրինակ, կարող ես ասել it's a really complicated question for me, so that's why պատկերացիք, չէ, ինքը մի քիչ երկարացնում ես, էլի ձգում ես ժամանակ, մինչև քո ուղեղը այդ ընթացքում արագ ինչ կարելի է պատասխանել, որովհետև 3 վայրկյանում դժվար թե կարողանաք ինչ-որ բաներ շենց մտքերում ունենալ։ Դրա համար ինչ ենք սովորեցնում, հնարավորինս արագ կողմնորոշվել։ Դուք հարցերը գտնում եք, տարբեր տեսակի հարցեր, կապ չունի ինչ հարց ուզում ա լինի։ Հարցը հնչեցնում եք ուսանողի համար, 3 վայրկյան հետո ինքը պիտի արագ պատասխան տա այդ հարցին ու ժամանակի մեջ էլ տեղավորվի։ Ժամանակով է այդ հարցի պատասխանել։ Մոտ կարծեմ էլի 40 վայրկյան էր, թե 45 վայրկյան էր, ինքը այդքանում պետքա լիարժեք պատասխան ներկայացնի։ Ոչինչ, եթե ինքը պատասխանը կիսատ թողեց, դա չի համարվում թերություն TOEFL-ի համար։ Օրինակ, չհասցրեց 45 վայրկյանում միտքը վերջացնի, ոչինչ, թող չլարվի դրանից։ Բայց եթե ինքը շուտ վերջացրեց ժամանակից ու չիմացավ հետո ինչ խոսա, այ դա մինուս է արդեն։ Էդ էլ ենք իրենց ասում, որտեղ երեխաներ կան, այո, լարվում են, ասում են, բայ ես չհասցրեցի ամբողջ speech-ս 45 վայրկյան ասեմ կիսատնեց, այդ ոչինչ, ինքը միավոր չի հանում։ Բայց այ եթե ինքը շուտ ավարտեց իր խոսքը ու սենց քարացավ մնաց կմկմաց չիմացավ ինչ խոսի, այդ արդեն մինուս է։ Այստեղ արդեն մտածելու տեղ կա ու թող հնարավորինս խոսի էլի ինչ-որ մի բաներ ասի ամեն դեպքում։ Ավելի լավ է ինչ-որ բան ասի, քան լռի, դա TOEFL-ում այդպես է, որտեղ էլի եմ ասում համակարգիչն է ստուգողը, իսկ համակարգիչը մի քիչ չոր է ստուգում։ Մարդու պես չի էլի մտածում ասում, դե մտածի բան։ Լավ, այսքան որ պատմեցի, հələ որ այսքան եմ ներկայացրել, ըստ ձեզ որ բաժինն է, որ մի քիչ ավելի բարդացել է երեխաների համար։ Ինչ կասեք։ Speaking-ը երևի էլի, բայց listening-ն էլ է բավականին այսպես challenging լինում հաճախ։ Շատ challenging է, ես կասեի։ Թե հարցերը չկան, շատ արագ պիտի նախ հասկանան, հետո վերհիշեն, որ կարողանան հարցերին պատասխանել։ Շատ մի քիչ ինքը իրոք challenging է, հետո նշումներ պետքա շատ արագ կարողանա այդ ընթացքում անի, որտեղ ինքը լսելու է 3 հատ լեկցիա եւ 2 հատ էլ խոսակցական, այսինքն վերջի 2 հատը լինելու է այսպես, օրինակ 2 ընկեր խոսում են ինչ-որ մի բանի մասին, պլանավորում են գնան հանգստի իրար հետ, այդ են քննարկում ընդամենը։ Դա քննարկում են ու ինքը պետք է դրա հարցերին պատասխանի։ Բայց այն lecture-ները մի քիչ ինքը բարդ են։ Ուղարկեմ ես կնայեք դուք YouTube-ում, արդեն կհասկանաք ինչի մասին է խոսքը։ Listening-ի մեջ այս կարևոր մի փոփոխություններ կար։ Listen and repeat կոչված վարժություն կա, listen and repeat, դա ձեզ մոտ նշեք, որը հետևյալն է, նախկինում չի եղել սենց վարժություն։ Լսում են նախադասությունը ու իրանք պետքա 2-3 վայրկյան հետո, ազդանշանից հետո, կրկնեն նույն տոնայնությամբ, նույն ինտոնացիայով այդ նույն նախադասությունը։ Ծավալուն նախադասություններ են։ Բավականին ծավալուն են, այո։ Listen and repeat, սա ոնց որ speaking-ի բաժնում էր կամ listening-ի բաժնում էր, բայց ինչևէ ամեն դեպքում ինքը կա հարցերի մեջ։ Հարցերի մեջ կա listen and repeat։ Երևի 10-ից 12 բառանի նախադասություններ են, 10-ից 12 բառ, ոչ ավել։
Laura Բայց ջան, գնահատման սանդղակը ձեզ մոտ կա դա։ Այո, կա, ես այդ slide show ունեք ուղարկեմ, գրված էր այստեղ գնահատման սանդղակը, մինչև 120-100 պլյուս միավորները։ Չէ, իսկ ավելի մանրամասն, ասենք ինչ սխալների դեպքում որքան միավոր է հանվում։ Նման սանդղակը։ Նայեք, հա, հիմա ասեմ, նայեք, դա ETS-ը դե պաշտոնական ներկայացուցիչն է TOEFL-ի, գիտեք ETS-ի մասին, ETS։ Սրանից հետո ինչքան TOEFL-ի հետ կապված նյութ որ կգտնեք, աշխատեք միայն ETS-ի լոգոյով լինի, որովհետև դա է միայն պաշտոնական ստուգված նյութը TOEFL նախապատրաստվելու։ Կան լիքը TOEFL նախապատրաստման նյութեր, որոնք ETS-ի կողմից հավաստագրված չեն ու հնարավոր է, որ հեչ էլ օգտակար չլինեն։ ETS-ը շատ ժամանակ գաղտնի է պահում իրենց գնահատման ձևաչափը, ոչ մեկ չգիտի իրականում ինչ ձև են իրենք գնահատում, ինչ սկզբունքով են առաջնորդվում, բայց հիմնական գնահատման համար հիմնականում պետք է սահուն խոսք, եթե speaking-ն է, հստակ, չգիտեմ, լիքը սինոնիմներով, հնարավորինս շատ բառապաշար պիտի օգտագործի speaking-ի ժամանակ, որովհետև եթե նույն բառերը անընդհատ ինքը կրկնեց, in my opinion, I think, in my opinion, վերջ, էդի քննությունը կոմպյուտերը համարելու է, համակարգիչը համարելու է, որ ինքը շատ աղքատ բառապաշար ունի։ Ու վերջ, արդեն միավորը իջավ դրանից, տեսեք, կարող է օրինակ մարդ լիներ դիմացը ու մտածեր դե լավ, լարվել է, հուզվել է, մի քիչ հանգստացի, շունչ քաշի, չէ, իսկ համակարգիչը չոր է ինքը տեսավ նույն բառերը օգտագործում ես, վերջ, արդեն ասում է դու բառապաշար չունես, միավորը իջավ։ Տենց բաներ կան, հա, բայց հիմնականում իրանք միավոր բան են անում, շատ գաղտնի են պահում էլ իրանց գնահատման համակարգը, շատերը չգիտեն ոնց են առաջնորդվում, բայց մոտավորապես այդպես, սահուն խոսք, հստակ խոսք, վստահություն, ինքնավստահություն, այդ է շատ կարևոր եւ լիքը բառեր, բառապաշար ու տեսնում եք, ես էկրանին արդեն տեղադրել եմ Smart Fillers for Zero Prep Speaking, այստեղ filler-ներ ունենք, That is a highly intriguing question and to be completely honest, մինչև ուսանողը այսքան է ասում է, այդ ընթացքում իր ուղեղը ազդակ է տալիս ու կարա ինքը շարունակի պատասխանել հարցին։ Պատկերացրիք թե ինքը մի անգամ չի սկսում հարցին պատասխանել, մի հատ սկսում է այս խոսքով։ Շատ լավ կլինի այս խոսքերից մեկը ինքը օգտագործի։ Fillers գտնելու համար ուղղակի Google-ում կարող ենք post տալ Smart Fillers for Zero Prep Speaking TOEFL, ինքը կբերի լիքը տարբեր տեսակի filler-ներ։ Սխալ է ասել sorry, I mean պետք չի նման արտահայտություն անել, լավ, եթե ինչ-որ մի բան ինքը սխալ ասեց կամ մտածեց համակարգիչը սխալ հասկացավ, պետք չի ասել, oh, sorry, I mean, դա ամբողջ պատասխանը կփչացնի։ Տեսեք, այստեղ կա արտահայտություն, I've never looked at it from that specific angle before, but off the top of my head, ու ինքը արդեն սկսում է իր պատասխանը շարադրել։ Սա քարացած արտահայտություն է, զուտ ինքը անգիր կարա սովորի ու կարողանա։ Հիմա եկեք միասին փորձենք, տեսեք 30 վայրկյան, ես դաժե 40 էի ասում, բայց 30 է no prep answer-ները։ Մի հատ հարցին փորձենք միասին պատասխանել, որևէ մեկը ով ցանկություն կհայտնի, մյուսները մայկրոֆոնները անջատելու են, միայն այդ մեկն է պատասխանելու հարցին։ Ով կա պատասխանի, ով կա համաձայնվի, ով է այդ համարձակը։ Ով է ցանկանում։ Չկա ցանկացող volunteer. We don't have a volunteer. Լավ, լսում եք, չէ՞, ինձ բոլորդ։ Այո, լսում ենք Լաուրա ջան, բայց համարձակ չենք, ցավոք սրտի։ Համարձակ չեք։ Լավ, գուցե նաև հոգնել եք, ուզում եք ես
Ձեզ 10 րոպե կամ 5 րոպե ընդմիջում տամ, մի քիչ հագստանաք, մի քիչ մարսեք այս ձեր տված ինֆորմացիան, չեմ անջատելու, որպեսզի արդեն միացել ենք այսքանից նորից այդքան չհավաքվենք ժամանակ չկորի։ Ուղղակի ես ձեզ ընդմիջում տամ, մի քիչ հանգստացեք, վերադառնանք ու համարձակին ընտրեք ձեր մեջի։ Ես հարբար չի թե ես համարձակ կփորձեմ համարձակ յանգամից տապանել։ Համարձակ։ Շատ լավ։ Դե ուրեմն այսպես, եթե բոլորը համաձայն են 5 րոպեից վերադառնում եմ ու սկսում ենք։ Ու սկսում ենք Հարությունյան Մերից, ինքը she's brave enough, Mary ջան, you are brave enough to answer. No, Լավ, ուրեմն Կարող ես գիտել։ հստակ ասում եմ 10 րոպե, 5 չէ, 10 րոպե ձեր ինֆորմացիան մարսեք, ձեր կարող եք իրար հետ խոսել այս ընթացքում, ընտրեք ձեր մեջի այդ համարձակին ու փորձենք պատասխանել, ձեր վրա փորձարկենք։ 10 րոպեից վերադառնում եմ։ No one wants, guys. Չկա ցանկացող։ Չկա ցանկություն հայտնող։ Լորա ջան, ոնց հասկանամ, այստեղ որ սպասեք, հագստացեք, ավելի լավ է դուք ոչ օրինակ տվեք պատասխանեք։ Էլի այսինքն։ Ձեզանից մեկը փորձի, որ պատկերացնեք, դուք ավելի լավ պատկերացնեք, թե ինչ է իրանից ներկայացնելու։ Եկեք Նունե ջան, ձեզանից է սկսենք։ Էլի խոսեցի։ Ես կուզենայի, որ դուք տա example-ը օրինակի համար, դուք այդ առաջի topic-ի վերաբերյալ, հետո դրանից հետո ցույց մի հատ էլի դնեիք, էլի ինչ-որ մի բանի վերաբերյալ մենք ասենք։ Եկեք այսպես անենք։ Լավ, շատ լավ։ Եկեք մի հատ sample-ը տամ, հետո փորձեք մի հատ դուք անել։ Առաջին հարցը should university education be free for everyone։ Ուրեմն հարցը էր էկրանին է հայտնվելու։ Ես որ ուղարկեմ վիդեոները, ըստ վիդեոյում արդեն իսկական ֆորմատով է, հա, TOEFL-ի լինելու, հստակ կերևա ոնց է լինելու քննությանը։ Հարցը հնչելու է, հարցի հնչելուց 3 վայրկյան հետո բիփ-ը լսվելու, ձայնային ազդանշան, ու դուք ունեք ընդամենը 30 վայրկյան, որպեսզի հարցին պատասխանեք։ Should university education be free for everyone։ Ասենք, ենթադրենք 30 վայրկյան եղավ։ Սկսում ենք այսպես. That is a highly intriguing question, and to be completely honest, I don't think that university education must be free for everyone։ Կարող եք հարցը ինքը կրկնել մեջը, որ էլի լցնեք ձեր հարցը, ձեր պատասխանը, մինչև որ այդ ընթացքում պատասխան կմտածենք։ Ասենք, I think that university education must be free for everyone because there are lots of students, there are lots of children who are really genius and just because they don't have so much money, they don't study. Պատկերացրիք։
Այսինքն շատ արագ։ Ինչ մտքիդ գալիս է, այդ բանին շատ արագ ասում ես առանց կմկմալու, առանց ինչ որ մի բաների։ Կմկմոցը ինքը սխալ է համարում։ 30 վայրկյանում հազիվ այդքանը կարողանաք հասցնեք պատասխանը ասեք։ Ես ուրիշ բաներ պետք չի ասել։ Այսինքն 3 հարց է տրվելու, հա, 3-ին էլ ամեն մեկին առանձին, թե սա ուղղակի օրինակ է ցենց։ No, it's just a sample. Մի հարց է լինելու։ Մի հարց, մի պատասխան, մի հարց, մի պատասխան։ Հետո սա independent speaking-ի փոխարեն է, այսինքն առաջ independent speaking ասվածը կար, որտեղ հարցը հնչում էր, 15 վայրկյան էր տալիս քեզ մտածելու համար, 45 վայրկյանում դու խոսում էիր, երկու հատ այդպիսի հարց էր տալիս, մի հատ տալիս էր պատասխանում էր, մի հատ տալիս էր պատասխանում էիր։ Հիմա սա non preparation է, այսինքն էլ չես պատրաստվում։ Հարցը հնչեց 3 վայրկյան, դու արագ պիտի խոսես 30 վայրկյանում ընդամենը։ Վայրկյանները երևալու է ընդհանուր էկրանի վրա, հա, քանի վայրկյան է մնացել քեզ որ պատասխանես։ Իսկ ինչ որ կա լիստ, որ ճիշտ է, շատ memorize են անում մարդիկ, իր ստուդենտներ, որ կոնկրետ հարցերի համար պատրաստվում են, ու այդ հարցը հանդիսում են անգիրի նման ասել, բայց կա ինչ որ թեկուզ ստանդարտներ, ինչ որ հարցեր, որոնք շատ հնարավոր են, որ հենց այդ հարցերից լինեն, թե պարզապես spontaneous կամ իրանք ինչ որ որոշեն հարց տան, որը չկա նման ցանկում, ուղղակի ուզում են մարդու լոգիկան հասկանան, թե ինքը ինչ գաղափարներ ունի տվյալ հարցի շուրջ եւ ինչպես կարողանա իր գիտելիքը օգտագործել դա արտահայտելու մեջ։ Կան էլի հարցի տեսակներ, որոնք կարող են ուսումնասիրել, այնտեղ կա agree disagree հարցը, օրինակ սկսվում է do you agree that this is եւ այլն։ Should university փոխարեն գրված է do you agree that university education must be free for everyone։ Այստեղ պատասխանը սկսում ենք I completely agree, no, I don't agree եւ reason-ներն ենք տալիս։ Ուրեմն պատասխանի հստակ կառուցվածք գոյություն ունի, հիմա ես սա բացատրեմ։ Նախ հնչում է պատասխանը դուք համաձայն եք, թե համաձայն չեք։ Եթե օրինակ համաձայն չեկից գալիս է պատճառները, ինչի համաձայն չեք, առաջի պատճառը, ինչի համաձայն չես այդ մտքի հետ։ Օրինակ տեսեք, ես նշեցի, որ I think that yes, university education must be free for everyone because the first reason, my first reason is that there are children who are genius but they don't have enough money so they don't study at university. Ես մի քիչ երկարացրած ասի, դու կարող ես ամեն ինչ կրճատ կոմպակտ պատասխան ներկայացնեք։ Ուղղակի ասացի ինչն է պատճառը։ Տեսեք, պատճառս բերեցի, չէ՞ ես։ Կարող եք պատճառից հետո անձնական օրինակ բերել, շատ ընդունելի է համարվում TOEFL-ի մեջ, որ դուք նաև ձեր օրինակն եք բերում պատճառից հետո։ Օրինակ, ես ունեի, չգիտեմ, մի ընկերուհի, ով իսկապես շատ խելացի էր, բայց քանի որ շատ գումար չուներ, չկարողացավ համալսարանում սովորել։ Ընդունվեց համալսարան, բայց վճարի պատճառով դուրս մնաց, այսինքն դրա հետևանքով էլ պատճառը հետևանքային կապ եք ստեղծում խոսքի։ Դրա հետևանքով էլ կորցրեցինք, այսինքն նման որակյալ մասնագետ։ Պատկերացրիք։ Ինչպես նաև հակառակ օրինակներ չէ կարող են բերել ֆունկցիոնը, որ բայց կան մարդիկ, որ օրինակ sense, օրինակ բոլորը ընդունում են, բայց չեն սովորում։ Իդուր տեղան զբաղեցնում եւ այլն։ Լինել բոլորը ընդունված կան մարդիկ, այո, որ իրանք ընդունվում են, այսինքն նրա փոխարեն կարար այս մյուսը սովորել ու հրաշալի մասնագետ դառնալ։ Այդքանը փորձեք 30 վայրկյանում տեղավորել, բայց այս կառուցվածքը հստակ պետք է պահպանեք խոսքի ժամանակ, որպեսզի ավելի խոսքը սահուն հնչի, ավելի գեղեցիկ հնչի։ Ուղղակի այստեղ վատը այն է, որ նախկինում գոնե 15 վայրկյան տալիս էին մտածելու համար, հիմա դա չեն տալիս, էլի այդ լավ չի։ Հիմա ընդամենը 3 վայրկյանում դե ինչ կարաս մտածես, դրա համար գոնե այս ֆիլերներից ենք օգտագործում, օրինակ that is a highly intriguing, I've never looked at it եւ այլն։ Սրանցից ենք գոնե օգտագործում, որ այդ ընթացքում մենք հասցնենք ինչ-որ բան պատասխանենք։ Նաև դուք զարգացնում եք երեխաների մեջ արագ խոսելու հմտությունը։ Այ դուք ինչպես կարող եք պարապել երեխեքի հետ, պարտադիր չի հենց հարցերը, այսպիսի հարցեր։ Should university education be free for everyone? Կամ, չգիտեմ, ինչ հարց։
What do you should you start doing what you love or not? Հա, ինչ որ մի հարց, դու ինչ սիրում ես, էդի պետք է անես, թե ուրիշ բան։ Սպոնտան հարցեր, հնարավորինս շատ եք աշխատում սպոնտան հարցերի վրա, որտեղ այստեղ ժամանակ չի լինելու։ Ինքը դու ասում ես սպոնտան պատասխանումա, դու ասում ես սպոնտան պատասխանումա, որ ինքը արդեն չխառնվի այդ ժամանակ հանգիստ խոսի, ուղղակի խոսի։ Արագության վրա ենք աշխատում, speech-ի արագության վրա։ Հնարավորինս արագ պետք է խոսել, բայց նաև պետք է շատ հստակ բառերը նշել, որպեսզի ինքը ճիշտ համարի պատասխան։ Մեկ էլ մի շատ կարևոր բան, շատ ժամանակ ուսանողները ուզում են օգտագործեն մի քիչ դժվար բառեր, դժվար հնչող բառեր, իրանց թվում է, թե դժվար հնչող բառը եթե օգտագործած, ուրեմն ինքը իդեալական տիրապետում է անգլերենին, բայց եթե այդ հստակ այդ դժվար բառը ինքը հստակ չգիտի ոնց է արտասանվում, պայտակ մոռանում արտասանության ձևը, այդ արդեն մինուս է։ Իրանց ասեք երեխաներին, ասեք, որ ավելի լավ է չօգտագործեն, եթե բառի արտասանության մեջ համոզված չեն։ Որտեղ տեղում լինում է, որ իրանց մտքին մի հատ բառ է գալիս, ինչ որտեղ կարդացել էին, բայց չեն հիշում, այս ձև էր արտասանությունը, թե այս էր։ Օրինակ, execution բառը, execution, or այդ բառն են հիշել, բայց չեն հիշում, execution էր, թե execution։ Ավելի լավ է չօգտագործեն այդ բառը մոտավոր ձևով, որովհետև համակարգիչը որսում է այդ բառի արտասանությունը միանգամից, այսինքն դու գործ ունեք AI-ի հետ կարելի ասել, հա, ինքը ամեն ինչ գիտի, ինքը ամեն դետալի վրա ուշադրություն է դարձնում, թող չմտածեն, թե վայ չի նկատի, չի զգա։ Այդ միավորը իջացնելու է անիմաստ տեղը։ Նենց որ թող այդպիսի բաներ չանեն։ Շատ է լինում, իմ փորձի ելնելով էլ եմ ասում, իմ ուսանողներից էլ կային, որ տենց փորձում են եսի ինչ բառեր օգտագործեն, որ չեն կարող արտասանեն, բայց ուզում են ասեն այդ բառը։ Այմար, չես կարող ուրիշ բառ ասել։ Ակցենտի հետ կապված, ինքը մի ամբողջ հանում է դրա համար։ Չէ, ակցենտի, եթե շատ արտահայտված ակցենտ է, կարող է, բայց չեմ կարծում, չէ, ակցենտի վրա այդքան իրենք ուշադրություն չեն դարձնում։ Կարևորը դու ճիշտ արտասանես բառը։ Թե ինչ ակցենտով պարզ է, որ ոչ մեկս ամերիկացի չենք, ոչ էլ անգլիացի ենք ու բնիկի պես չենք խոսում, նորմալ է։ Հիմա օրինակ մեկը հայ ակցենտով է խոսում, մյուսը հնդկական ակցենտով խոսում, կարևորը որ բառը ճիշտ արտասանես, այս է կարևոր։ Այստեղ նաև ունենք, տեսեք ես 3 հարց եմ առանձնացրել, օրինակ should university education be free for everyone։ Հաջորդ հարցը մի քիչ երկար է։ Հա, հարցը ձեր համար կարդում է, այնտեղ ինչ որ մեկը, ձայնագրած կա, ձայնը կարդում է հարցը ձեր համար։ Դուք չեք կարդալու։ Բայց ինձանից խորհուրդ, օրինակ ես լսելով այդքան լավ չեմ ընկալում հարցը, բովանդակությունը, ես սիրում եմ կարդալ ինքս։ Ես էլ ուզում եի հարցնել, այսինքն էկրանին լինելու է, չէ՞, իր հարցը, պլյուս նաև արտասանությունը։ Այո, հարցը հնչելու է, ինչ որ մեկը ասելու է հարց ձեր համար, բայց ավելի լավ գնի երևի դուք կարդաք, որտեղ ես օրինակ սիրում եմ, որ ես ինքս եմ կարդում, մենակ այդ դեպքում եմ լիարժեք հասկանում հարցի իմաստը, որ լսեմ կարող է տենց կիսատ պրատ հասկանամ ու կիսատ պրատ է պատասխան տամ։ Այո, արտասանությունը այդ է, կարևորը զուտ ձեր բառերը ճիշտ արտասանեք, pronunciation-ը ճիշտ լինի։ Հաջորդ հարցի նոր տեսակը կոչվում է the echo game, listen and repeat։ Այս իներ են, որ ասի չեմ հիշում listening-ի թե speaking-ի մեջ էր, speaking-ի մեջ է։ Listen and repeat. You will listen to an academic sentence. Be attentive. It's an academic sentence with 10 to 12 words. Without note taking, այստեղ ամենասարսափելի բանն է գալիս։ Լսում եք 10-ից 12 բառանոց ակադեմիական նախադասություն, որտեղ չի կարելի note taking անել։ Պետք է լսեք եւ արագ պատասխանեք
նույն ինտոնացիայով, նույն տոնայնությամբ։ Այստեղ արդեն հաշվի առնելու ձեր ակցենտը։ Նաև հիշողությունը։ Նաև հիշողություն։ Այստեղ շատ է պետք պարապել այս առաջադրանքի վրա, որովհետև սա նորույթ է TOEFL-ում ու չի եղել։ Սա հետ կապված է վարժություններ կան, կուղարկեմ, լսումը արագ պատասխանում։ Հնարավորինս շատ պետք է անեք սենց բաներ իրանց հետ։ Կամ նույնիսկ դուք կարդաք, իրենք փորձեն ինտոնացիայով, ձեր ինտոնացիայով պատասխանեն։ Արագ կարդացեք նախադասությունը, թող իրենք այդ ձեր նույն ինտոնացիան պահպանելով պատասխանեն։ Հետո նոր արդեն կկատարեք TOEFL-ի հենց վարժություններից։ Կարող են այսպես անել, օրինակ լսեն ինչ-որ տեքստը վերարտադրեն, կամ բառ լսեն, բառը նույն շեշտադրությամբ ասեն։ Բառը հեշտ է, Ես բայց նախադասությունը ուղղակի ինձ անդամները հիշելն է ավելի շատ դժվար այդ բանը։ Ապրեք, հա, դժվար է, որտեվ note taking-ի ժամանակ դուք չունեք ուղղակի։ Այսինքն այդտեղ ոչ մեկ չի ստուգելու դուք note հարեցիք, թե չարեցիք, դուք զուտ ժամանակ չունեք, որտեվ մինչև դուք մի բառը գրեք, ամբողջ նախադասությունը հնչելու է այդ ընթացքում։ Այո։ Եթե հեշտ լինի, ընտրալելի նախադասություն լինի, իրենք կհատկանան այդ իմաստայինով կկապեն ու կհիշեն, բայց որ ասում են academic կարող ու մեկ էլ կարող է լինի սա, ինչ ես չգիտեմ, ինչ ես լուրը հիշեն եւ այլն, արդեն մտածես բացի ինչ բառեր են, մեխանիկորեն կարող է։ Արդեն չի լինի։ Հիմա եկեք լավ, մի հատը կարող ենք փորձել, հեսա տեսնեմ եթե բացի, գլսենք։ Գիտեմ։ Եթե չէ, ես անպայման ուղարկելու եմ, ամեն դեպքում prompt-երը կուղարկեմ, դուք արդեն YouTube-ով փնտրեք, լսեք։ Այդ տիպի հենց ծերացածի նման վառություն առաջադրանքներ, որ ինքը Այո, հենց TOEFL-ի։ Տեսեք, գրվում է այսպես, listen and repeat TOEFL 226։ Okay. Հեսա, այստեղ տարբեր տեսակի վարժություններ կան, հեսա, օրինակ listen and repeat հիմա։ Մի հատը բացեմ։ Սա չգիտեմ, Want to know your IELTS band score? Use our free score calculator today and start studying with confidence. Ուշադրությունը, հիշողությունը։ Welcome to the TOEFL speaking. Լսում եք։ Մի հատ բարձրացնեմ։ Listen and repeat practice. You'll hear 7 sentences once. After the beep, repeat within 8 to 12 seconds. Let's begin. Park your vehicle beside the fuel pump. Park your vehicle beside the fuel pump. Yes, like park your vehicle beside the fuel pump։ Բոլորս հասկացանք նախադասությունը, բայց դուք պետքա հենց իր ինտոնացիայով ասեք։ Park your vehicle beside your fuel pump։ Այդ very wide բերումներով է, չի արտասանում ինքը։ Հիմա հաջորդը փորձենք։ Turn off the engine before opening the fuel door. Turn off the engine. Turn on the engine before opening the fuel door. Fuel door. Select the correct fuel type for your vehicle. Պատկերացրեք, այստեղ տեսեք 8-ից 12 վայրկյան ընդհանրապես տալիս է, որ պատասխանը ասեք դուք։ Լավն է։ Ուշադրություն։ Հետաքրքիր առաջադրանք է շատ, բայց նաև շատ աշխատանք է պահանջում, ու երեխեքի համար։ Հիմա լավ, բացել եմ, ես այստեղ տեսնեմ listening-ից էլ մի հատ մի երկու բան ցույց տամ։ Հիմա չենք անում Listening section. In an actual Նայեք, թեստի ժամանակ հենց այսպես է էկրանը բացում, ու ինքը այսպես կարդում է test, ձեր համար։ you will answer 35 to 45 questions to demonstrate how well you understand spoken English. There are 3 types of tasks. You will not be able to return to previous questions.
Do you know if the library is still open? Տեսեք հարցը հնչեց, չէ՞։ Do you know if the library is still open? Ճիշտ պատասխանը լոգիկայով որը ճիշտ պատասխան կլինի, ընտրում ենք։ Where can I return this book? When can I return this book? Էլի ճիշտ պատասխանը ընտրում ենք։ Իմաստային ով այսինքն։ Սա իմաստային մոդուլ 1-ը իմաստային է, հա։ Can I borrow more than 3 books at once? Listen to a talk. Հաջորդը listen to a talk Dis in a donc, history t'as l'air class. tellement sûr de toi ces derniers temps. Tu te fais coacher ou quoi? Oui, des exercices de communication. A talk in a history class. Սա արդեն academic level-ներ են, որ ես դες ասում էի, ինչ որ դասի ընթացքում պրոֆեսորը պատմում է ինչ որ թեմայի մասին, ուսանողները քննարկում են։ Այդ ամեն ինչը դուք մենակ լսում եք, ոչ մի նշում չենք։ Հետո արդեն հարցերը սկսում են գալ եւ դուք պատասխաններ եք տալ։ Այսինքն հարցերը չեք տեսնում։ The Silk Road wasn't actually a single road, but rather a network of trade routes that connected China to the Mediterranean. Goods such as silk, spices, and precious stones traveled these paths, but ideas moved too. For example, Buddhism spread from India into China along these routes. What made the silk westward and connectedness? Եվ էլի հարցը, what is the main topic of the talk? Why does the speaker mention Buddhism? Ինչի Եթե ուշադիր լսես հասկանաս, արդեն կարողանաս էլի։ Եթե հասկանաս։ հաջորդը conversation-ա գալու, ուղղակի երկու ընկեր խոսում են միասին։ Listen to a conversation. Did you return the library book? Yeah, but it was 2 days late. I had to pay a fine. That's too bad. Was it expensive? Just a few dollars, but it adds up. Next time I'll set a reminder. Տեսեք, why did the man have to pay money եւ այլն։ Կարծում եմ բարդ չի, դուք պետքա պարապել, հա, հմտահարել։ Listen to a talk in a biology. This is biology class. Ոչ, բարդը բարդ չի։ Ուղղակի որ պարապել թոփլը տեխնիկան ճիշտ իմացակ կկարողանաք հանգիստ հաղթահարել։ Ուղղակի պետքա շատ արագության սովորացնենք երեխաներին, որ արագ կողմնորոշվեն հնարավորինս։ Ժամանակի մեջ տեղավորվելը երևի թե ամենադժվարն է։ Այո։ Ինչպես նշեցի, listening-ը հիմա 30 քանի րոպե է տևում, 36 րոպե է տևում, որի մեջ լինելու են 3 հատ այդպիսի լեկցիաներ տարբեր դասերի ժամանակ, օրինակ history class, biology class, psychology class, եւ 2 հատ խոսակցություն է լինելու 2 ուսանողի միջեւ։ Ու 36 րոպեում պետք է այդ ամեն ինչը հաղթահարեն իրենք։ Սուտ որ անընդհատ պարապեք իրենց այդ արագությանը սովորեցնեք, ոչ մի խնդիր չունենա։ Ահա։ Եվ հասանք վերջին section-ին, որը կոչվում է writing section։ Հա, այստեղ մի կարևոր բան էր, քանի որ հիմա քննությունը արդեն 2 ժամ է տևում, նախքին 4 ժամի փոխարեն, էլ են 10 րոպեվա ընդմիջումը չունեն աշակերտները։ Նախկինում քննության ժամանակ listening երկրորդ section-ից հետո, այսինքն speaking-ից հետո, իրենք ունենում են 10 րոպե ընդմիջում, հանգստանում էին, հետո նոր անցնում էին հաջորդին։ Հիմա էլ չունեն այդ ընդմիջումը, քանի որ առանց այն էլ ինքը կրճատվել է ժամանակը։ Listening-ից առաջ էր հանգիստը, հա, հանգստանում են, հետո նոր գալիս էին նորից listening-ի section-ն էին սկսում։
Ահա, writing section-ին անցանք, writing section-ը ունի երկու հարց, երկու վարժություն, այսպես ասած։ Առաջինը կոչվում է integrated writing։ Դուք ծանոթ եք, չէ՞, essay-ներ գրելուն։ Չենք գրում, բայց ընդհանուր ծանոթ ենք։ Հա, կարևոր կառուցվածքին ծանոթ եք, essay-ը ինչ կառուցվածք է ունենում։ Առաջինը topic sentence-ն է գալիս, դրանից հետո գալիս է մի հատ thesis statement կոչվածը, որը նշանակում է, որ դուք մի հատ համընդհանուր գաղափար եք տալիս topic-ի հետ կապված։ Օրինակ ասում եք այս պարագրաֆում ես կքննարկեմ այս 3 կետերը, որ ես լսեցի ձայնագրության մեջ, ու 3 հատ պարագրաֆ եք ներկայացնելու։ Օրինակ firstly this argument Այս արգումենտի մասին էլի հիշում եք speaking-ի հետ կապված ասեցի, պատճառներն ենք բերում, օրինակներն ենք բերում։ Նույնը writing-ի մեջ է, այսինքն գրում ենք առաջինը այս արգումենտն եմ քննարկում, որը լսեցի ձայնագրության մեջ, ու գրում ենք պատճառները, գրում ենք օրինակները, բայց այստեղ integrated writing-ը սա կոչվում, առաջին վարժությունը կոչվելու է integrated writing։ Այստեղ ձեզանից չի պահանջվում ձեր մտքերը գրել։ Դուք ուղղակի մի հատ ձայնագրություն եք լսում, որևէ դասընթացի մեջ, օրինակ biology class, էլի listening-ի նման ինչ-որ բան է։ Biology class-ի մեջ պրոֆեսորը խոսում է կենսաբանական 3 երևույթների մասին։ Հետո դրանից անմիջապես հետո կարդալու եք մեկ այլ նյութ, էլի նույն 3 երևույթների մասին, բայց տարբեր տեսակետներ։ Ձեր առաջադրանքը լինելու է հետևյալը. այս երկու ձեր լսածը ու ձեր կարդացածը միացնել մեկ essay-ի մեջ ու գրել ներկայացնել ճիշտ կառուցվածքով։ Այսինքն ձեր օրինակները եւ ձեր անձնական բառերը պետք չեն այստեղ, անձնական կարծիքը պետք չէ։ Դուք այն ինչ լսել ու կարդացել եք, միայն դրա շուրջ եք ձեր քննարկումը գրում, թե essay-ը գրում։ Սա կոչվում է integrated writing։ Եվ իրենք տալիս են հստակ քանի բառ պետք է լինի integrated writing-ը։ Integrated writing-ի համար ձեզ տալու են 20 րոպե ընդամենը։ 20 րոպե իհարկե 20 րոպեն լինելու է այդ ամեն ինչը լսել կարդալուց հետո 20 րոպե։ 20 րոպե միայն գրելու համար։ Որ type անեք։ Այստեղ նշանակում է ինչ, որ typing skills-երը եւս պետք է զարգացնենք երեխաների մոտ, որ շատ արագ իրանք type անեն իրենց essay-ը։ Essay-ի բառերը մոտավորապես իրենք ասում են 150 բառ մոտավոր լինի, բայց դա մինիմումն է։ 150-ից ավելի լինի, ավելի լավ։ Եթե 200 բառանոց essay լինի, շատ ավելի լավ։ Որ հենց կոնկրետ 150 լինի, էլի ոչինչ, բայց իրանք նախընտրում են, որ մի քիչ մի 50 բառ ավելի լինի, քան իրենց նշածը։ Կարևորը այդքանից քիչ չլինի։ Հիմա սա 150 բառ մոտավոր ասեցի, հա իրանք այս պահին քչացրել են 100 բառ մինչև մինիմումը 100 բառ գոնե պիտի ներառի ձեր essay-ը։ Եթե ավել լինի, շատ ավելի լավ։ Պակաս լինի արդեն վատ է։ Այստեղ էլի ասեցի ձայնագրություն ուրեմն լսում ենք, դրանից հետո կարդում ենք տեքստը եւ միացնում ենք այդ երկուսը մեկ essay-ի մեջ։ Հնարավորություն ունեն երեխաները ընթացքում նոթեր անելու, լսելու ընթացքում եւ կարդալու ընթացքում, որպեսզի կարողանան այդ ամեն ինչը միացնեն իրար ու ստանան մեկ ամբողջական essay։ Որպեսզի ժամանակ խնայեն, ես խորհուրդ եմ տալիս հիմնականում ծեվագրության մեջ essay-ը չգրեն, միանգամից type անեն։ Type-ի ժամանակ իրենք կարան ուղեն նաև ընթացքում, որտեղ մի հատ ծեվագրության մեջ գրեն, մի հատ էլ հետո մինչև type անեն այդքանը չեն հասցնի։ Միանգամից թող type անեն, որպեսզի բառերի քանակն է ճիշտ ստուգեք, կարող եք Microsoft Word-ը ինքը բառերը հաշվելու տեղ ունի, չէ՞։ Այդտեղ թող իրենց essay-ը copy paste անեն, տեսնեն, եթե բառերը քիչ է, շատ է։ Այստեղ էլի հնարավորինս շատ հոմանիշներ ենք սովորեցնում երեխաներին, որպեսզի լիքը հոմանիշներ օգտագործեն, աշխատեն չանեն գրագողություն,
Քանի որ հիմա էլի եմ ասում ChatGPT կա, Gemini կա, իրան կարող է մտածեն, հա ինչի՞ չէ որ դպրոցում գրում են, ուսուցիչը մի քիչ կոպիտ ասած իրան բան տեղա դնում, ուշադրություն չի դարձնում, բայց լավ էլ հասկանում են բոլորն էլ, որ ինքը ChatGPT-ով է գրած, հասկացվում է։ Այս դեպքում համակարգիչը չի ներում, սենց ասած։ Ոնց որ սկզբից նշեցի, գրագողությունը շատ լուրջ թեմա է TOEFL-ի համար, խնդրում եմ ուսանողներին էլ բոլորին անպայման ասեք, որպեսզի իրենց խորամանկությունը թողնել մի կողմ։ Եթե չեն ուզում բլոկավորվեն TOEFL-ի քննության համար։ Լորա ջան, տեսեք ինչքան ծիրուն մանր կետեր դուք առաջարկեցիք, չէ, որոնց վերքի ուշադրություն դարձնել։ Արդյոք երկու ամիսը բավարար է, ես չեմ կարծում երկու ամիսը բավարար է այդքան գիտելիքներ ու հմտություններ ձևավորելու համար։ Շատ ապրեք, ճիշտ եք ասում Նունե ջան, ես ասեցի, սկզբից ասել եմ 6-ից 9 ամիս է պահանջվում, որ բարձր միավորի հասնեք, մինիմում 6 ամիս, 6 ամիս։ Բայց էլի կախված է նաև աշակերտը ինչ պահանջներ ունի, ինչ սպասելիքներ ունի, այսինքն երբ որ ուսանողը ինձ մոտ գալիս է TOEFL պարապելու, ես առաջինը հարցնում եմ ինչ արդյունք ես ուզում, որտեղ ես ուզում ընդունվել, ինչքան ես ուզում ստանալ, ինչ արդյունք ես դու ակնկալում, ինչ մակարդակի վրա ես, միացնում ենք մակարդակը սկզբի համար, նոր հասկանում ենք կարողանանք իրան, մարդկա օրինակ ասում է ինձ 60-ն էլ հերիք է 60-ի համար, եթե ինքը մի քիչ լավ գիտելիքներ ունի, կկարողանանք 2-3 ամսում, բայց մինիմում 6 ամիս է պահանջվում։ Մի քիչ 2-3 ամիսը ռիսկային է, էլի, որ հնարավոր է իրա միավորը չստանա, հետո արդեն ծնողը գալիս է պահանջներ ա դնում, ասում է օրինակ ես 100,000 մենակ պարապելուն եմ վճարում, մի այդքան էլ քննության համար եմ վճարում ու ինքը չի ստացել միավորը։ Դե իհարկե ձեզանից չի կախված նաև, դուք ձեր կողմից ամեն ինչ անում եք, ուսուցիչ չի մեղավոր, չէ, երկկողմանի է լինում։ Աշակերտն էլ իր արդին պիտի աշխատի։ Օրինակ ես ուսանող եմ ունեցել, գալիս էր սենց նստում էր, ասում էի Հարութ ջան, գրել ես էսեյդ, ասում է, հա գրել եմ, միստա օրա, բայց մոռացել եմ ուղարկեմ, ձեզ ստուգեք։ Ասում եմ, բայց ստուգած ելնեի արդեն, որ ես քեզ սխալները տասեի, որ հիմա ժամանակ չկորցնեմ։ Հետո սենց նստում է, այսինքն առաջ չափազանցնելու։ Հավես չունեմ, չգիտեմ ինչ, այսինքն տեսեք, այդ ուսանողիդ արդեն չի ստացվում աշխատանքը։ Face to face էր իր հետ պարապմունքը, բայց այս աշակերտ եմ ունեցել on-line-ով, ինքը շատ speaking-ը ու listening-ը շատ թույլ էր, on-line հարթակով հասցրել եմ իրան 97 միավորի, որ ինքը ընդունվեց Բելգիայում համալսարան, հիմա այնտեղ է սովորում։ Իրա միավորից է հələ մի 10 միավոր ավել ստացավ, որ ինքը չէր սպասում, ոչ իրա մամա պապան էին սպասում, ոչ ինքը։ Հարաբերական է, էլի աշակերտից է գալիս նաև։ Դե հա, ունակությունները, աշխատասիրությունը։ Դորա ջան, մի հարց էլի, եթե ես եմ ուզում մենք որպես ուսուցիչ էլի, հա, մեզ 2 ամիսը մոտավորապես հերիք է։ Ուսուցիչները, այո, քանի որ դուք անգլերենի մասնակետ եք, արդեն դուք ահագին բան գիտեք ու ավելի fluent եք, չէ, արագ եք կողմնորոշվում, որտեղ սենց բաների մեջով բոլորս անցել ենք մեր մասնագիտական ճանապարհին, այո, 2 ամիսը ինձ թվում է բավական է։ Եթե չեք ուզում ինչ որտեղ ընդունվեք, հա, ուղղակի փորձի համար եք ուզում, միավորի խնդիր չի, այսինքն այստեղ։ Ճիշտ ասած ամերիկյանի համար եմ ուզում։ Հա, հասկացա, ամերիկյանը ինչքան է պահանջում։ Չգիտեմ ճիշտն ասած, չեմ իմանում։ Բայց թե հնարավորինս աշխատենք ստանանք, էլի բարձր։ Դե 70-ից 80-ն է կարծեմ ընդեղ ընդունելի համարվում, մինիմում։ Եթե 70 եք ուզում, 2 ամիսը լավ է, 2 ամսում նույնիսկ անգլերենի մասնագետը 2 ամսում ավելի են կստանա, 70-ը մինիմումն է։ Իմ աշակերտուհին 6-ից 5 ստացավ ու ասում էր, եթե high grade է համարվում ամերիկյանի համար։ TOEFL-ը,
Հա, Հա, դե TOEFL այս նոր ֆորմատով գնահատման 6-ն է ամենաբարձրը։ Նոր ֆորմատով, այո, 6-ից 5-ը արդեն իսկ բարձր միավոր է համարվում։ Համարվում է համարժեքա նախկին 90 պլյուսին, էլի։ Ապրեք շատ լավ ջան, ձեր ժամանակից տրամադրելու համար, բոլորից ներկայացնելու համար, դեր բանիկից կտրվելու մեզ ժամանակ տրամադրելու։ Writing-ը նաև ունի երկրորդ վարժություն, մի հատ այս երկրորդի մասն էլ խոսեմ, հա։ Ուրեմն writing-ը նախկինում ուներ independent կոչված essay-ը, որը մի քիչ դժվարացնում էր նաև, հա, 300 բառանոց essay պետքա գրեին ու իրենք պետքա ինքնուրույն ամբողջ essay գրեին։ Միայն հարց էր հնչում, օրինակ speaking-ի նման հարց։ Ու ընդամենը մի 20-30 րոպեում իրանք պետք է գրեին մի ամբողջական 300 բառանոց essay։ Հիմա դա հանել են, ու ստեղ տրվել է ուղղակի նոր թեստ, second email blitz, այսինքն մի հատ email-ի հարց են ստանում իրենք, ու կարճ ոնց բացատրեմ, email-ին ֆորմալ պատասխանելու ձևն է ինքը ուզում ստուգի, ոնց եք դուք ֆորմալ mail-ին պատասխան նամակ գրում։ Օրինակ, այստեղ տեսեք ունենք մի հատ վարժություն, հանձնարարություն, այս նոր թեմայի հետ կապված։ Դրա դուրը փակ է էլի։ Aha, տեսեք, you received an email from your professor asking why you missed the project deadline. Write a quick formal response. Here you have only 4 minutes. Եկեք հիմա փորձենք միասին անել, սա 4 րոպե ես հիմա պահում եմ, prompt-ը դրված է այստեղ, ինչպեսի բան եք ստացել ձեր պրոֆեսորից։ Dear student, I noticed you haven't submitted your biology lab report. Please let me know when I can expect it. Դուք ընդամենը 4 րոպեում պիտի արագ պատասխան գրեք։ Փորձենք։ 4 րոպե ունեք ընդամենը, սկսեցինք։ Փորձեք արագ պատասխան գրել, բայց պահպանելով այսպես dear professor եւ վերջում անպայման պետք է գրենք sincerely ու ձեր անունը։ Սա շատ կարևոր է, dear-ով սկսել ու sincerely-ով ավարտել։ Let's start. 1, 2, 3, start. You can type your answers here in the message box. Oh, sorry. Դարձեք ինչ պատասխան կգրեիք, պատկերացրեք ձեր դասախոսից ստացել եք այս նամակը։ Ու դուք պետք է շատ ֆորմալ պատասխանեք իրեն։ You have 2 minutes left. You can write only 2 sentences, 2 to 3 sentences.
You have about 1 minute. Be quick. Yes, Անի ջան, լավ է, բայց վերջում անպայման է ձեր sincerely գրում ենք, որտեվ ինքը հաշվի առնում։ Sincerely Անի։ Հասկացա ես ինձ սխալը, շնորհակալ եմ։ Yes, sincerely your student Անի, օրինակ։ Հա, գրում էի, ավելացնում էի վերջում։ Thank you. Հա։ Ցանկալի կլինի նաև որևէ պատճառ բերեք, ինչի չեք արել։ Պատճառաբանությունը բերեք օրինակով մի կարճ նախադասությամբ։ Որտեվ ինքը այստեղ հարցնում է why, yes? Why you missed the project deadline? Ինչ պատճառով եք մոռացել։ Գուցե այդ օրը անհետաձգելի գործ առաջացավ։ Your time is up, so other answers? Can I read? So dear professor, I'd like to thank you for your message for your attention maybe. Yeah, maybe. Okay, for your attention. I feel greatly sorry for missing the deadline. As a matter of fact, I felt under the weather. That's why I couldn't be present at the project. I would be grateful if you gave me another opportunity to compensate the missed project. Sincerely, your student. Okay, good. Դեռ էլ դուք արդեն բերեցիք ձեր պատճառը, բերեցիք նաև օրինակը, հա, ու ասացիք, որ ես փուղ եմ։ Լավ է, կառուցվածքը։ Էլի աշխատեք հնարավորինս շատ բառապաշար։ Տարբեր բառեր օգտագործել, նույն բառը չկրկնել անընդհատ։ Դե նույն բառի կրկնությունը ինքը համարում է բառապաշարի աղքատիկ լինել, էլի։ Միտեղ կարող ենք ասել I think, միտեղ in my opinion, նույն բառը հոմանիշներով, էլի։ Yes? You can use as much synonyms as possible. Okay, and if you don't have any other answers, let me go ahead. Here we have other tasks like sentence architect. The teacher gives 3 different words like subsequently, hypothesis, and validation. The student must make up a sentence in 1 minute. And all of these 3 words must be interconnected with each other, both grammatically and structurally. Only in 1 minute. You have only 1 minute to make up a sentence with these 3 words. Subsequently, hypothesis, and validate. Ձեր ուսանողների հետ պարապելիս է դուք ինքներդ կարող եք ընտրել 3 տարբեր բառեր, մի քիչ ավելի դժվար ակադեմիական լեվելի բառեր, կարող են իրար հետ կապ ունենալ իմաստայինով, կարող են կապ չունենալ, կարևոր 3 բառ։ Ասում եք 1 րոպե, պահում եք իրենք թո նախադասություն կազմեն, օգտագործելով այս 3 բառը, որը քերականորեն եւ իմաստային առումով շատ ճիշտ կհնչի։ Ոնց որ թե writing-ից այսքանը։ Do you have any questions?
No. Ահա։ Եվ ես ինչպես խոստացել էի, reading-ի հետ կապված այստեղ վարժություններ կան, հարցի տեսակներ կան, որ եկեք միասին մի հատ անդրադառնանք, որոնք չի փոխվել, մնացել է նույնը։ Էս էլ անենք ու արդեն կավարտենք, եթե հարցեր չունենք։ Առաջինը vocabulary question-ն է, որը մնացել է։ Vocabulary question-ը նայեք, տեքստը կարդում ենք եւ highlight արված բառի իմաստը ստեղ փորձում ենք գտնել։ Let's do this right now. You have only 10 seconds to read this passage, this short passage, and find the correct synonym for the word accounts for. Read, please. Start. 10 seconds. Who is ready to answer? So the first one explains. Sorry? Explains the first one. Mm-hmm. Yes. Even What if, can I yeah. suggest? Mhm. Yeah, see, now you know how to do this. Like you have a highlighted word, you just need to find the synonym of this word. Բայց իհարկե դե sense չի լինելու թեստի մեջ իսկական էլի տեքստը տենց ամբողջությամբ տեքստ է տրված տակից նոր 10 հարցը տարբեր հարցի տեսակներով տրված է այստեղ զուտ առանձնացված կա նաև factual information question տեսակը այստեղ recognizing reference տեսակը կա Ինչ է նշանակում recognizing reference այստեղ տեսնում ենք it բառը հարցի մեջ տեսնում ենք it highlighted է դուք ուղղակի պետքա կարդաք ու գտնեք թե այդ it-ը որ բառին էր վերաբերվում այսինքն որ բառի փոխարենը it օգտագործվել Let's read please again you have about 10 seconds 10 to 15 Աշխատեք 15 վայրկյան տալ ես ամեն ինչին, որ հասցնեք։ Okay. Society? No, favorite imagined figure. Yes, favorite imagined figure. Այստեղ էլի ուսանողներին սովորեցնում ենք, որ ամեն բառը այստեղ կարևոր է referent-ի դեպքում շատ պետք լինել բառերի գրվածին, որտեղ եթե մի բառ բաց թողեցին, կարող է չստացվի ճիշտ պատասխան։ Այստեղ factual information-ն է, այս երկու հարցի տեսակները դուրս են եկել, factual information-ն է, հիմա մեզ պետք անել։ Factual information եւ negative factual information, այստեղ դուք արդեն տեքստը կարդալու եք ու ձեզանից պահանջելու է գտնել մանրամասն տեղեկատվությունը տեքստի մեջ ինչա տրված։ Այս դեպքում հարցի պատասխանը հենց բառ առ բառ նույն բառերով գրված է լինելու տեքստի մեջ։ Դուք ուղղակի այդ բառերի հերթականությամբ գտնում եք պատասխանը։ Եվ կա նաև negative factual information, որտեղ պետք է գտնել այն տարբերակները, որոնք կամ չկան տեքստում, կամ սխալ են։ Except հարցերը, այսինքն բոլորը ճիշտ են, բացի այս մեկից։ Պատկերացրիք։
Ուղղակի սխալ տարբերակն ենք ընտրում։ Եվ inference question-ը դե արդեն մենք արեցինք այն տեքստով մայաների մասին տեքստ կար, չէ՞, հիշում եք։ Inference question-ն էր դա։ Մենք ինձ համար ավելի դժվար է հենց այդ տեքստը, Մայաների տեքստը, որ մենք պետք է արտահայտեինք, հիմա կարող է ինձ համար օրինակի համար industry լինել, industrial չլինել, ու իր բառ ես ինքս մտովի պատկերացնեի ու դրանից միավոր խոսնեի, մնացածն ավելի քիչ տրամաբանական հեշտ տարբերակներ կային, հեշտ կետեր կային։ Այո, այսինքն դուք պետք է ուղղակի այդ skimming scanning-ը հմտությունը որ կարողանաք օգտագործել, շատ հեշտ կկարողանաք գտնել ճիշտ պատասխանը։ Skimming-ի համար հիշեցնում եմ, skimming-ի համար կարդում եմ ընդհանրապես նախադասության վերնագիրը եւ յուրաքանչյուր passage-ի, որտեղ տեքստերը passage-ների է բաժանված, յուրաքանչյուր passage-ի միայն առաջին ու վերջին նախադասությունները։ Այդպես որ արագ կարդաք skimming մեթոդով, հեշտ կգտնեք ինչի մասին է տեքստը։ Եվ սա inference question-ի օրինակ է։ Սա թերևս ամենաբարդ հարցի տեսակն է reading-ի մեջ։ Այստեղ ոչ թե ի տարբերություն factual information-ի, որտեղ հենց փաստացի ինֆորմացիան ոնց տրված է տեքստի մեջ, այդպես էլ փնտրելու եք դուք հարցի պատասխանների մեջ։ Այս inference question-ի մեջ դուք պետքա տրամաբանական paraphrase-ը գտնեք իր ասենց ասած։ Հիմա օրինակ նայեք, այս տեքստն է տրված, հարցն է տրված ու դուք պետքա գտնեք պատասխանը։ Այստեղ իհարկե արդեն ունենք ճիշտ պատասխանը։ Սպասեք, ես մի հատ Կարդում ենք նյութը ու գրում ենք, թե ինչ կարող ենք infer անել այս մեր կարդացած passage-ից, հա, ինչ տրամաբանական վերլուծություն կգտանք այս մեր կարդացածին։ Սա էլ inference question-ի մասով։ Եվ վերջ, ոնց որ թե այսքանն էր question-ները։ Իսկ սա որն էր պատասխանը, C-ն էր պատասխանը։ Թե սա B-ն է պատասխանը, to highlight a specific limitation, yes, արդեն գրված է։ Դուք ուսանողների կարող եք հեշտ կողմնորոշվելու ձև սովորեցնել այն պատասխանները, որոնք սկսվում են to illustrate, to clarify, to challenge, to highlight, to support, այս բառերով են սկսվում, ուրեմն հենց դա էլ ճիշտ պատասխանն է, որպեսզի շատ արագ կողմնորոշվեն։ Բառեր կան, էլի, հատուկ բանալի բառեր կան։ Այդ բանալի բառը եթե տեսակ, ուրեմն ճիշտ պատասխանը հենց դա է։ Եթե տես to argue-ն արդեն չէ, to highlight ունենք։ To support լիներ, to support-ն է ճիշտը, to clarify եւ այլն։ Երևի եթե այսքանը, գիտեմ, տեսեք, եթե հարցեր ունեք, ես աշխատեցի հնարավորինս մանրամասն ներկայացնեմ փոփոխությունները։ Շատ շնորհակալություն։ Do you have any questions? Շնորհակալություն Լաուրա ջան։ Thank you too for participating. I hope that I met your expectations. Yes, definitely. Yes? Okay, if you don't have any other questions, then we will finish. But after finishing, I will send you all of the materials that I showed you here. And also I will send you the prompts that you can find listening, speaking, writing, maybe reading as well in YouTube, and you can practice on yourself. Firstly, you can practice on yourself, then afterwards you can do it on your students.
I guess now you are even ready to have TOEFL students because now I guess you know the TOEFL structure all in all. Yes. Okay, I have a question, Laura. Okay. Who is it? Nune? Yes. Yeah, it's me. Uh-huh. Find mock tests so that we could just try ourselves. Try. Yes, you can find mock tests. There are lots of mock tests on the internet, but please make sure that this is certified by ETS. Okay. And can you name You can just write like this. TOEFL mock tests 2026. Այսպես գրենք, որ նոր ֆորմատով թեստը բերի։ Yeah. Okay. Thank you so much. Thank you too. Have a nice weekend. Thank you for your time. Have a nice weekend too. Thank you. Have a good day. Thank you very Bye-bye. much. See you. Thank you too. Bye. See you. Bye, Laura Jan. Thank you.